Բարի գալուստ Սևարգղ։ Այսօրվա մեր հյուրն է համաշխարհային դասական երաժշտության ամենապայծառ երիտասարդ դեմքերից դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը։ Bonjour Jean-Paul, merci bien d'avoir Ողջույն Ժան-Պոլ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար եւ շնորհակալություն, որ այստեղ ես Հայաստանում, Երևանում։ Ողջույն Լիլիթ եւ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցիր։ Սկսենք ամենասկզբից։ Դու ծնվել ես Փարիզում, մի ընտանիքում, որտեղ դաշնամուրն ամենուր է։ Հայրդ Ժերար Գասպարյանը կոմպոզիտոր է, մայրիկդ եւս դաշնակահարուհի է։ Իսկ տանն ինչպես էր, դաշնամուրը քեզ համար նվեր էր, խաղ, թե մանկուց արդեն մի շատ լուրջ բան։ Sérieux de l'enfance? Oui, tout à fait. Այո, միանգամայն այդպես էր։ Իհարկե, ես սկսել եմ դաշնամուր նվագել ծնողներիս հետ մոտ 6 տարեկանում, ինչը բավականին սովորական տարիք է դաշնամուր, ջութակ կամ ցանկացած այլ գործիք սկսելու համար։ Ավելի շատ սկսել եմ մայրիկիս հետ, հիմնականում մայրս էր ամեն օր հետս պարապում, երբ ես 6, 7, 8 տարեկան էի։ Իսկ այսօր կարելի է ասել, որ դերերը փոխվել են։ Հիմա ավելի շատ հայրիկիս հետ եմ տանն աշխատում, բայց իհարկե երկու ծնողներս էլ շարունակում են շատ ուշադիր հետևել իմ կարիերային։ Նրանք որոշիչ դեր են ունեցել եւ դեռ շարունակում են ունենալ իմ զարգացման, աշխատանքի ու մասնագիտական ճանապարհի մեջ։ Dans mon travail, dans mon métier. Այսինքն երաժիշտ դառնալը քեզ համար ակնհայտ ընտրություն էր։ Oui, du fait que j'ai grandi. Այո, երաժիշտների ընտանիքում մեծանալով ես երբեք իսկապես չեմ մտածել, թե կարող եմ մեկ այլ բան անել, թեև ավարտական դասարաններում փիլիսոփայության նկատմամբ շատ ուժեղ հետաքրքրություն առաջացավ։ Հատկապես իմ փիլիսոփայության ուսուցչուհի Ֆրանսուազ Այտադիի շնորհիվ։ Նա հրաշալի կին է, որի հետ մինչ օրս շատ ջերմ հարաբերություններ ունեմ։ Նա էր, որ ինձ դրդեց մասնակցելու ընդհանուր ազգային մրցույթին։ Ֆրանսիայում դա մրցույթ է, որը անցկացվում է բոլոր առարկաների համար՝ փիլիսոփայություն, մաթեմատիկա, ֆիզիկա եւ մյուս դպրոցական առարկաները։ Տիկին Այտադին ինձ խրախուսեց գրանցվել եւ ես ստացա փիլիսոփայության առաջին մրցանակը։ Ես նույնիսկ ընդունվեցի Հենրի IV-ի հումանիտար ուղղվածության նախապատրաստական բարձրակարգ դասարան։ Այդ պահին իսկապես մի փոքր փուլ եղավ, երբ կարող էի ինքս ինձ հարցնել, արդյոք պիտի շարունակեմ փիլիսոփայության ուղղությամբ, բայց իրականում ոչ։ Ես երբեք չեմ պատկերացրել, որ կյանքս կնվիրեմ որևէ այլ բանի, քան երաժշտություն։ À consacrer ma vie à autre chose que la musique. C'est très intéressant. Շատ հետաքրքիր է։ Իսկ երբ հյուրախաղերի չես, երբ Փարիզում ես, ինչպիսին է քո սովորական օրը։ Դաշնամուր, սուրճ ու գնացիր քնելու, թե ունես այլ սովորություններ։ D'autres habitudes, d'autres rituels. Non, heureusement. Չէ, բարեբախտաբար այդպես չէ, թեև սա է մեր մասնագիտության ամբողջ պարադոքսը։ Պետք է միաժամանակ լավ ասացիր պահպանել աշխատանքային բավականին խիստ կարգապահություն, հատկապես մեզ դաշնակահարներիս համար, որովհետև նվագում ենք մենահամերգներ, կամերային երաժշտություն, կոնցերտներ։ Իրականում օրական բավականին շատ ժամեր եմ անցկացնում դաշնամուրի մոտ, կարող է լինել 4, 5, 6, 7 ժամ, երբեմն ավելի շատ, երբ շատ հրատապ գործեր կան եւ երբ միաժամանակ շատ տարբեր ծրագրեր ենք պատրաստում, բայց ես կարծում եմ, որ նույնքան հիմնարար եւ կենսական է ժամանակ գտնել ուրիշ բաների համար։ Այդ ուրիշ բաները կարող է լինել կինոն, ընթերցանությունը, թանգարաններ գնալը եւ իհարկե ընկերների ու ընտանիքի հետ մտերմիկ ժամանակ անցկացնելը։ Հենց այս բոլոր զբաղմունքներն են, բացի զուտ գործիքային աշխատանքից, որ սնում են մարդու անհատականությունը, ներաշխարը եւ իր հերթին կատարումը դարձնում ել ավելի կենթանի, ավելի մարմնավորված, ավելի ներշնչված։ Բայց փորձում եմ ամեն օր ժամանակ գտնել նաեւ կարդալու համար, ինչը մեծ սեր է ինձ համար դեռ դպրոցական տարիքից։ Եվ իհարկե շատ մտերիմ ընկերներ ունեմ Փարիզում, ում փորձում եմ տեսնել, մանավանդ որ շատ գուրման եմ, շատ եմ սիրում նոր ռեստորաններ բացահայտել։ Իդեպ, երբ գալիս եմ Երևան, այս առումով իսկապես բախտավոր եմ, որովհետև ձեր խոհարարական աշխարհը պարզապես հրաշալի է։ Այսինքն դաշնամուրից դուրս շատ բաներ կան, որ ես սիրում եմ անել։ Եվ կարծում եմ, ինչ որ առումով նույնիսկ վտանգավոր կարող է լինել ամբողջ ժամանակը նվիրել միայն գործիքային աշխատանքին եւ ուրիշ ոչինչ չանել, որովհետև ուզես չուզես նույնիսկ հենց մասնագիտությանդ համար է դա վատ։ Անհատականությունդ է աղքատանում եւ դրա համար աղքատանում է նաեւ նվագածդ, եթե մարդը ստեղներից դուրս այլ հետաքրքրություն, ընդհանրապես այլ կյանք չունի։ Du clavier. On va parler de Խոսենք քո անցած ճանապարհի մասին ու անդրադառնանք նաև քո Արմատներ ալբոմին, որն արժանացել է Դիապազոն դող մրցանակին։ Այո, Այդ ալբոմում դու կատարում ես Կոմիտաս, Բաբաջանյան, ինչպես նաև քո հոր Ժերար Գասպարյանի ստեղծագործությունները։ Հայրիկիդ երաժշտությունը բեմում ներկայացնելը քեզ համար ավելի շատ պատասխանատվություն է, ճնշում, թե շատ ավելի անձնական մի բան։ quelque chose de très intime.
C'est absolument quelque chose de très intime. Oui, oui. Բացարձակապես անձնական բան է, առաջին անգամ էր, որ նվագում էի հորս գործերը։ Հայրս հիմնականում ստեղծագործել է 80-ականներին, 90-ականներին, ընդ որում ոչ միայն դաշնամուրի, այլև ֆլեյտայի, սաքսոֆոնների, անսամբլի, ջութակի համար, ու նաև շատ տարբեր ոճերում։ Ես ընտրեցի նրա ստեղծագործություններից երկու յուրահատուկ գործ՝ բալադը 1988 թվականի եւ պոեմը 1989 թվականի։ Ընտրեցի դրանք, որովհետեւ երկուսն էլ հիմնված են Սայաթ-Նովայի մեղեդիների վրա, ու ինձ թվում էր տրամաբանական է դրանք ներառել հայկական երաժշտության ծրագրի մեջ։ Մանավանդ որ ալբոմի մյուս գործերը, օրինակ բալադը, հիշեցնում է Բաբաջանյանի աշխարհը, հատկապես նրա կապրիչոն, բավական հետռոմանտիկական, խիտ բազմաձայն, վիրտուոզ եւ նույնիսկ ակրոբատիկ շարադրանքով։ Պոեմն ավելի խոհական է եւ իմ զգացողությամբ ավելի մոտ է ֆրանսիական երաժշտությանը։ Այստեղ կարելի է լսել Ռավելի, Մեսսիանի, Դեբյուսիի հորմոնիկ ներշնչումները։ Այսինքն սա Սայաթ-Նովայի երգի մի տեսակ բոլորովին անսպասելի վերաիմաստավորում է։ Հենց դրա համար էլ ուզում էի այդ գործերը կողք կողքի դնել, իսկ ծրագրի մնացած մասն, ինչպես ասեցիր, նվիրված է Բաբաջանյանին, Խաչատրյանին եւ Կոմիտասին։ Consacré à Babadjanian, Khachaturian et Komitas. D'accord. Tu as un très beau parcours. Դու շատ գեղեցիկ ճանապարհ ես անցել Փարիզի կոնսերվատորիայից մինչև Լոնդոնի Թագավորական երաժշտական քոլեջ։ Այո, Բայց մի դետալ նկատեցի քո կենսագրության մեջ։ 2014-ին Բրեմենի եվրոպական մրցույթում առաջին մրցանակ չտրվեց քեզ, ու դու ստացար երկրորդը։ Դա որպես հաղթանակ ապրեցիր, թե որպես հիասթափություն։ Մտածեցիր անարդար է, թե դեռ ավելի շատ պիտի աշխատես։ Tu dois encore travailler plus. Ah non, non, non. Չէ, ես դա ընդունել եմ որպես շատ գեղեցիկ գնահատական եւ իսկապես որպես հաղթանակ։ Իսկ նման բան մրցույթներում լինում է, դա այնքան էլ հազվադեպ չէ։ Այո, միշտ էլ լինում է։ Եվ մենք երկրորդ մրցանակը կիսեցինք մի ղազախ գործընկերոջ հետ, եթե ճիշտ եմ հիշում, Ստանիսլավ Ֆրեգայի հետ, իսկ երկրորդ մրցանակը կարծեմ ուկրաինացի մասնակցինն էր։ Բայց ամեն դեպքում ես այդ մրցույթի մասին հրաշալի հիշողություններ ունեմ, որովհետև դա առաջին մեծ մրցույթն էր, որին մասնակցել էի։ Մեծ մրցույթ էր թե իր տևողությամբ, թե փուլերի քանակով, թե ծրագրի ծավալով։ Հատկապես մենակատարման ծրագիրը շատ մեծ էր, այսինքն արդեն իսկ մեծ փորձություն էր ինձ համար պատրաստվել այդ մրցույթին։ Եվ ես պարտադիր չէ, որ պատկերացնեի, թե մինչև վերջ կհասնեմ, բայց դա շատ գեղեցիկ անակնկալ դարձավ։ Եվ նույնիսկ կարիերայիս սկզբնական փուլում դա բավականին շատ օգնեց ինձ։ Այդ մրցույթից հետո սկսեցի հրավերներ ստանալ տարբեր տեղերից, այսինքն այդ ժամանակ, երբ կարիերաս դեռ նոր էր ձևավորվում, դա բավականին կարևոր դեր խաղաց, օգնեց ավելի շատ նվագել, ավելի հայտնի դառնալ։ Jouer davantage, à me faire connaître, bien sûr. C'est énorme. Շատ մեծ բան է։ Շնորհակալ եմ անկեղծության համար։ Մենք սովորաբար խոսում ենք հաջողությունների մասին, բայց արդյոք եղել են դժվար պահեր կամ անձնական կորուստներ, որոնք փոխել են քո նվագելու կամ դաշնամուրին մոտենալու ձևը։ Ta manière de toucher le piano. Oui, mais ça, je pense que c'est quelque chose de... Այո, բայց ես կարծում եմ, դա ընդհանրապես երաժշտի գործունեության մշտական մասն է, անկախ նրանից, թե ով է նա։ Սա ինձ մի դրվագ է հիշեցնում։ Վերջերս ես կարդում էի Ալֆրեդ Կորտոյի կենսագրությունը։ Կորտոն 20-րդ դարի ամենամեծ երաժիշտներից մեկն էր եւ կենսագիրը պատմում էր մի զրույց Կորտոյի ու նրա աշակերտուհի Իվոն Լեֆեբյուրի միջև, որտեղ Կորտոն նրան ասում է մասնավորապես այսպես. «Սիրելի Իվոն, պետք է իմանաս, որ երբ քո կարիերան իսկապես թափ առնի, տարվա մեջ լավագույն դեպքում 2-3 համերգից գոհ կլինես։ Դա ճիշտ է։ Միշտ կա ինքնակնդատության այդ ընթացքը։ Իհարկե, արվեստագետը երջանիկ է եւ դա շատ լավ բան է, որ նա իր կյանքը կապում է իր սիրած գործերի հետ, բայց միաժամանակ շատ հազվադեպ է լիովին բավարարված լինում։ Երբ բեմից իջնում ես, կարող ես ուրախ լինել որոշ բաներով։ Կարող ես զգալ, որ այս կամ այն ստեղծագործության մեկնաբանությունը նախորդ անգամվա համեմատ առաջ է գնացել, բայց միաժամանակ միշտ մտածում ես նաև, թե ինչ կարելի էր ավելի լավ անել, այլ կերպ անել կամ ինչպես կարելի է ավելի հեռու գնալ։ Դրա համար էլ մենք միաժամանակ եւ ընդլայնում ենք մեր նվագացանկը եւ անընդհատ վերադառնում որոշ ստեղծագործությունների, նորից դնում ենք դրանք մեր աշխատանքային սեղանին, ինչպես ասում են, որպեսզի նոր գաղափարներ, նոր գույներ, նոր զգացողություններ գտնենք դրանց մեջ։ Ինչ շատ հետաքրքիր է օրինակ տեսնել, թե ինչպես են մեծ կատարողները կյանքի տարբեր շրջաններում նույն գործերը նորից ձայնագրում։ Օրինակ Հորովիցը Լիստի սոնատը ձայնագրել է 1930-ականներին, հետո 1950-ականներին, հետո 1970-ականներին։ Եվ եթե այդ մեծ արվեստագետները 5, 10, 20, 25 տարի անց վերադառնում են նույն գործերին, ապա եթե ոչ ավելի լավ անելու համար, գոնե որովհետև իրենք զգում են, որ կարող են այլ կերպ անել, չէ՞։ Իրենց փորձով, իրենց նոր հայացքով, իրենց անձնական եւ ներքին փոփոխություններով նրանք զգում են, որ կարող են նույն գործին մի այլ ընթերցում, մի այլ տեսլական
տալ։ Եվ հենց դա էլ մեր աշխատանքը դարձնում է այդքան հետաքրքիր, որովհետև այն երբեք իսկապես ավարտված չէ։ Երբեք հնարավոր չէ ամբողջովին հանգստանալ արդեն ձեռք բերվածի վրա։ Դա նաև ամենօրյա աշխատանքի շատ ուժեղ խթան է։ Aiguillon pour la motivation quotidienne. Բայց կան անձնական պատմություններ, որ հիմա այստեղ կարող ես պատմել։ Ինչի մասով։ Քո կյանքում եղած բաներ, որոնք փոխել են դաշնամուրին մոտենալու քո ձևը։ Souvent, les moments de remise en cause. Իմ դեպքում ինքնավերանայման պահերը շատ հաճախ գալիս են բեմական փորձառություններից հետո։ Շատ հաճախ հենց դրանք են ինձ ցանկություն տալիս աշխատել որոշ ստեղծագործությունների վրա, հատկապես երբ բախտ եմ ունենում մեծ արվեստագետների լսեմ բեմում։ Ահա թե ինչու ես փորձում եմ հնարավորինս հաճախ համերգների գնալ եւ ոչ միայն դաշնամուրային համերգների, նաեւ օպերա, սիմֆոնիկ համերգներ, կամերային երաժշտության համերգներ։ Փարիզում ապրելով այս առումով ես իսկապես շատ հարուստ առաջարկ ունեմ եւ փորձում եմ դրանից առավելագույնս օգտվել։ Շատ հաճախ հենց մեծ արվեստագետների կենթանի կատարումները լսելիս եմ ցանկություն ունենում բացահայտել այդպիսի ծրագրեր, որոնց հետ գուցե նախկինում ավելի քիչ եմ աշխատել եւ շատ հաճախ հենց այդ պահին էլ սկսում է իմ ներքին վերանայումը իմ սեփական անձի նկատմամբ, որովհետև հենց դա է հարստացնում երևակայությունը, բացում դռներ։ Երբ բեմում լսում ես մեծ վարպետների, հատկապես դաշնակահարների, քանի որ դա իմ գործիքն է, այդ փորձառությունը կարող է ստիպել ինձ մտածել թե ստեղներին մոտենալու ձևի, թե կեցվածքի, թե ժեստերի եւ իհարկե որոշ ստեղծագործություններին մոտենալու ձևի մասին։ Եթե օրինակներ բերեմ, ինձ վրա շատ է ազդել Վոլոդոսը, որին լսել եմ Փարիզում, Պլետնյովը, Պոլինին, նրա կյանքի վերջին 10 տարիները Զալցբուրգում, Դանիել Տրիֆոնովը եւ շատ ուրիշ հանճարեղ դաշնակահարներ, որոնց բախտ եմ ունեցել լսել։ Բացի իհարկե անցյալի դաշնակահարներից, որոնց ես անընդհատ լսում ու նորից լսում եմ, եւ հետո իհարկե կան նաեւ ուսուցիչները, որոնք ինձ ուղեկցել են եւ որոնցից ոմանք որոշ իմաստով մինչ օրս էլ շարունակում են ուղեկցել ինձ։ Թեև պաշտոնական ուսումս ես ավարտել եմ տարիներ առաջ, բայց ես շարունակում եմ եւ ինձ թվում է, որ դա շատ կարեւոր է, հատկապես երբ նոր ծրագրեր ունեմ նվագելու, ես սիրում եմ դրանք ցույց տալ իմ նախկին ուսուցիչներից մի քանիսին, որովհետեւ նաեւ այդ կողքի հայացքի կարիքն ունեմ։ Երբեմն հենց դա է օգնում ինձ կասկածի տակ դնել ինքս ինձ, փոխել որոշ բաներ։ Միայնակ փակված աշխատել սենյակում եւ հետո միանգամից դուրս գալ բեմ, դա ինչ որ առումով վտանգավոր է։ Ինձ թվում է այդտեղ մի փուլ է պակասում, բախումը լավ իմաստով։ Դա կարող է լինել նաեւ ծրագրի փորձարկում գործընկերների հետ կամ պարզապես դաս մի մեծ վարպետի հետ, որը կարող է ինձ օգնել ինչ որ բան բացել ստեղծագործության մեկնաբանության մեջ։ C'est quoi pour toi? Քեզ հաճախ նաև վիրտուոզ են անվանում։ Ինչ է դա քեզ համար նշանակում։ Օրինակ վիրտուոզը մարդ է, որն անհավանական տեխնիկա ունի, թե մարդ, որը կարող է մեկ նոտայով մարդկանց հուզել, նույնիսկ ստիպել լացել։ Avec une seule note peut-être. Excellente question et difficile en même temps. C'est vrai que Շատ լավ հարց է եւ միաժամանակ բարդ։ Իհարկե վիրտուոզության ամենաառաջին, ամենատարածված իմաստը զուտ տեխնիկական, մատների մեխանիկական վիրտուոզությունն է, այսինքն ստեղների վրա անհավանական արագություններ եւ ակրոբատիկ հնարքներ անելու կարողությունը։ Եվ իհարկե չի կարելի շղթել, որ դա վիրտուոզության մի մասն է, բայց կարելի է վիրտուոզությանը նաեւ այլ իմաստ տալ, ավելի լայն, ավելի խոր իմաստ։ Եվ այդ դեպքում կարելի է ասել, որ վիրտուոզ դաշնակահարը շատ ավելին է, քան պարզապես տեխնիկապես ուժեղ մարդը։ Դա կարող է լինել օրինակ մեկը, ով ունի հնչերանգային շատ լայն պալիտրա, ով կարող է դաշնամուրը հնչեցնել ամենամեղմ նրբերանգերից մինչև ամենահզոր հնչյունը, ով կարող է նույն գործիքը հազար ձևով հնչեցնել։ Ինչպես նկարիչը հարուստ գունապնակ ունի, այդպես էլ նա կարող է դաշնամուրից հանել փողայինների նման հնչողություն, մարդկային ձայնի նման բան, հավջութակի աղեղի նման հնչյուն կամ կլարնետի նման գույն, ինչ ասես։ Ահա այս ամենն է նաև կատարումը հարստացնում։ Եվ ավելի խոր իմաստով թերևս վիրտուոզը նա է, ով բեմում կարողանում է պատմություն պատմել վերջի վերջո։ Հենց դա է գրավում հանդիսատեսին, հենց դա է հուզում նրան, այսինքն մարդ, ով խոսում է առաջին դեմքով, իր խոսքն ունի, իր պատմելու ձևը, իր պերճախոսությունը եւ կարողանում է դա փոխանցել դահլիճին։ Եթե վերցնենք անցյալի մեծ դաշնակահարներին, որոնց ես շատ եմ սիրում, Կորտո, Ռուբինշտեյն, Ռախմանինով կամ ուրիշներ։
Bernstein, Horowitz ou même Rachmaninov. Օրինակ Լիստը, որը շատ արագ էր նվագում։ Այո, բայց Լիստի դեպքում խնդիրն այն է, որ մենք նրա նվագի մասին ուղղակի ձայնային վկայություններ չունենք։ Այդ ժամանակ ձայնագրություն դեռ գոյություն չուներ, միայն պատմություններ եւ հիշողություններ ունենք, ինչպես ի դեպ Շոպենի դեպքում է։ Շոպեն Ասում են Շոպենը սիրում էր լռությանը ստիպել երգել, հա։ Ça a été quand même, je pense. Հա, եւ նա սիրում էր նաեւ դաշնամուրին ստիպել երգել, ընդհանրապես, եթե լայն իմաստով նայենք, կարծում եմ, դա բոլոր մեծ արվեստագետների մշտական հատկանիշն է եղել եւ մնում է գործիքը երգեցնելը, այսինքն այս գործիքը, որը իր հիմքով հարվածային բնույթ ունի, դարձնել երգող գործիք։ Բայց ուզում եմ ասել, որ եթե նայենք այն մեծ վիրտուոզներին, որոնց մասին հենց նոր խոսում էի, ապա նրանցից շատերի ձայնագրությունները պարտադիր չէ, որ կատարյալ անթերի առանց մեկ սխալի լինեն։ Այսօրվա որոշ վիրտուոզների համեմատ երբեմն նույնիսկ զգացվում է որոշակի չմշակվածություն։ Համեմատությունը երբեմն շատ խոսուն է, բայց հենց դա չէ ամենակարևորը նրանց մեջ։ Ինչն է ստիպում, որ մենք 2026 թվականին դեռ լսենք Կորտոյին, Հորովիցին, Ռուբինշտեյնին, Ռախմանինովին, Լիպացիին եւ մյուսներին, հենց այն, որ նրանք ունեն ձայն, որ հազարից ճանաչելի է։ Դու ձայնագրությունը միացնում ես եւ 15 վայրկյանից արդեն հասկանում ես, սա Կորտոն է, սա մյուսն է։ Ինչու, որովհետեւ նրանք ունեն դաշնամուրը նվագելու իրենց ձևը, իրենց ֆրազավորումը, իրենց ասելիքը դաշնամուրով պատմելու իրենց ձևը, որը ոչ մեկին չի նմանվում։ Դա է ամենակարևորը։ Et c'est ça le plus important finalement. Իսկ դու ինքդ քեզ որտեղ ես տեսնում։ Ah bah, Իհարկե ես էլ ունեմ ներշնչանքի իմ աղբյուրները։ Կարծում եմ ցանկացած արվեստագետի համար շատ կարևոր է ներշնչման աղբյուրներ ունենալը, բայց ինչպես հենց նոր ասացի, ամենակարևորն ու ամենաբարդը սեփական ձայնը գտնելն է, այսինքն իսկապես անձնական նվագ ունենալը։ Եվ սա հատկապես բարդ է մի ժամանակաշրջանում, երբ մեծ ստեղծագործությունների մեծ մասը ձայնագրվել է հարյուրավոր, նույնիսկ հազարավոր անգամներ, այսինքն մի դաշնակահար, ինչպիսին ես եմ կամ ցանկացած մեկը, եթե այսօր մոտենում է օրինակ Բեթհովենի սոնատին կամ Շոպենի բալադին, նա գիտի, որ իրենից առաջ արդեն աշխարհի գրեթե բոլոր մեծ դաշնակահարները նվագել ու ձայնագրել են այդ գործերը, այսինքն կա մի ամբողջ ձայնագրական ժառանգություն, որը կարող է մի քիչ ճնշող լինել։ Մտածում ես, էլ ինչ կարելի է անել այդ հսկաներից հետո, որոնք այս գործերն արդեն այնքան բացառիկ կերպով կատարել են, եւ հենց դրա համար է այդքան կարեւոր առաջարկել մի բան, որը կլինի անկեղծ, իսկական, անձնական, որովհետեւ ի վերջո քեզ հնարավոր չէ պատճենել, եւ դա է ամենակարևորը։ on peut pas être cloné, donc c'est ça le plus important finalement. Երբ նայում ենք մեծ արվեստագետներին, հաճախ բացահայտում ենք նաև նրանց շատ առանձնահատուկ վախերը, օրինակ Շոպենը վախենում էր, որ նրան կենթանի կթաղեն, իսկ Գլեն Գուլդը մոլերանտ վախ ուներ մանրեներից, իսկ դու ունես որևէ իրացիոնալ կամ գուցե մի քիչ տարօրինակ վախ։ Իհարկե, ինչպես բոլորը, ես էլ ֆոբիաներ ունեմ, չգիտեմ, օրինակ որոշ միջատներից, բայց բարեբախտաբար դա մեծ կապ չունի իմ մասնագիտության հետ։ Par contre, ce qui est Պատմիչ խնդրեմ։ non mais Ավելի հետաքրքիրն իհարկե բեմի վախն է, այնինչ կոչվում է բեմական լարվածություն, սթրես, տագնապ։ Դա մի բան է, որի հետ բեմ ելնող բոլոր երաժիշտներն անխուսափելիորեն բախվում են։ Իսկ նրանք, ովքեր ասում են, թե երբեք բեմական վախ չեն ունեցել, շատ դեպքերում պարզապես անկեղծ չեն։ Հետո ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դու դա կառավարում, հաղթահարում կամ գոնե ինչպես ես սովորում դրա հետ ապրել այնպես, որ այն չկատվածահարի բեմական փորձառությունը։ Եվ ես էլ, ինչպես բոլորը, ինչպես բոլոր գործընկերներս, անցել եմ դրա միջով։ Այստեղ կարևոր է եւ գործիքային պատրաստության աստիճանը եւ հոգեբանական պատրաստվածությունը, որոնք օգնում են, որ բեմ դուրս գաս ոչ թե կաշկանդված ու քարացած, այլ ընդհակառակը, պատրաստ տալու քո լավագույնը, կամ նույնիսկ ավելի հիմնարար հաճույք ստանալու բեմից, վայելելու երաժշտությունը, որպեսզի կարողանաս այդ զգացմունքները փոխանցել հանդիսատեսին, որովհետեւ եթե դու ինքդ ամբողջովին կաշկանդված ես, փակված, պաշտպանական վիճակում, բնական է, որ շատ ավելի դժվար կլինի մարդկանց փոխանցել սերը, դրամատիզմը, հիացմունքը, այսինքն այն բոլոր մեծ զգացմունքները, որոնք երաժշտությունը կարող է տալ։ c'est évident. Դու խոսեցիր բեմի վախերի եւ այդ մեծ ճնշման մասին, իսկ ինչպես ես վերականգնվում, ինչպես ասում են, ինչպես ես լիցքավորում ստանում։
Oui, autre très bonne question. Էլի շատ լավ հարց է։ Նախ ես փորձում եմ ամեն տարի ամառային իսկական դադար ունենալ, ինչը միշտ չէ որ հեշտ է, որովհետև ի տարբերություն շատերի մեզ երաժիշտներիս համար ամառն ամենածանր շրջանն է, քանի որ հենց դա է փառատոնների սեզոնը։ Այսինքն շատ հաճախ հունիս, հուլիս, օգոստոս ամիսներն են, որ մենք ամենաշատ համերգներն ենք ունենում։ Բայց ես փորձում եմ ամեն տարի գոնե 1 շաբաթ 10 օր ունենալ լիարժեք դադար առանց դաշնամուրի, օրինակ օգոստոսի վերջին կամ երբ որ ստացվի։ Ինձ թվում է դա շատ կարևոր է, որովհետև չի կարելի մի քանի սեզոն իրար հետևից ապրել առանց որևէ ընդմիջման։ Այդ դադարը պարզապես օգնում է միտքդ փոխել, հանգստանալ, գուցե քունդ վերականգնել, հետո տուն վերադառնալ ավելի թարմ, ավելի հստակ մտքերով եւ այդ ժամանակ արդեն շատ ավելի լավ ես աշխատում։ Au mieux par la suite, d'ailleurs. Այսինքն ամառվանից հետո հոգեպես ու ֆիզիկապես ուժասպառ չես լինում։ Պարտադիր չէ, դա կախված է անցած շրջանից, բայց ես նաև ուրիշ մի բան եմ սիրում անել, քանի որ շատ եմ սիրում ճանապարհորդել եւ կան շատ կարեւոր վայրեր, որոնց մասին վաղուց եմ երազում, երբ բախտ եմ ունենում գնալ միտեղ, որ ինձ իսկապես հետաքրքրում է, փորձում եմ մի քիչ երկար մնալ։ Օրինակ 1 օր ավելացնել կամ վերադարձի ինքնաթիռը գնացքը վերցնել հաջորդ երեկոյան, որպեսզի կարողանամ մի քիչ վայելել այդ վայրը։ Ինձ համար միշտ շատ հիասթափեցնող է, երբ գնում եմ որևէ գեղեցիկ տեղ եւ ստիպված եմ տեսնել միայն հյուրանոցի սենյակը, օդանավակայանը, կայարանը եւ համերգասրահը։ Դա միշտ շատ հիասթափեցնող է։ La salle de concert, je trouve ça toujours très très frustrant. Et j'aime- Հայաստանում էլ է նույնը։ Heureusement pas. Բարեբախտաբար չէ, բայց ես չէի ուզենա հայտնվել այնպիսի ռիթմի մեջ, որտեղ նման զգացողությունը դառնա մշտական։ Օրինակ վերջերս կարծեմ արդեն 3-րդ անգամ Իսպանիայում էի, Կորդոբայում շատ գեղեցիկ դաշնամուրային փառատոնի համար եւ քանի որ հետո այլ համերգ չունեի, օգտվեցի առիթից, գնացի տեսնելու Սևիլիան, որի մասին տարիներ շարունակ էի երազել։ Ճիշտ է, շատ երկար չմնացի, կեսօր էր ընդամենը, բայց միաժամանակ բացարձակ հիանալի փորձառություն էր։ Ես շատ եմ սիրում նման բաներ անել, երբ հնարավորություն եմ ունենում։ Միշտ չէ, որ դա հեշտ է, որովհետև երբեմն համերգները իրար հետևից են եւ պետք է անմիջապես մեկ տեղից մյուսը գնաս կամ վերադառնաս աշխատելու։ Բայց Հայաստանը մեկ այլ օրինակ է, որովհետև 2021-ից ի վեր ես արդեն բավականին շատ անգամ եմ եկել Հայաստան։ 3 օրինակ իմ 11-րդ համերգն էր այստեղ։ C'était mon 11e concert. Առաջին անգամը 2021-ին էր։ Առաջին անգամ 2021-ի հոկտեմբերին էր։ Այդ ժամանակից ես շատ անգամներ եմ եկել եւ իսկապես հնարավորություն եմ ունեցել այստեղ ժամանակ անցկացնելու, ոչ միայն Երևանում ապրող հորական կողմի բազմաթիվ հարազատներին տեսնելու համար։ Նրանց մեջ կան նաեւ երաժիշտներ։ Այցելում ես ձեր Գասպարյաններին։ Ազգանուններն ի դեպ տարբեր են։ Միշտ մեծ երջանկություն է վերստին տեսնել նրանց ամեն անգամ, երբ Երևանում եմ։ Եվ հետո նաև այս ժամանակը, որ անցկացրել եմ Հայաստանում, թույլ է տվել ինձ այցելել այս երկրի գանձերը, որոնց մասին ես ի սկզբանե չգիտեի։ Եվ ժամանակի ընթացքում ես հնարավորություն ունեցա այցելելու մեծ վանքեր, ոչ բոլորը, բայց եղել եմ Տաթևում, Խորվիրապում, Հաղարծինում եւ բավականին շատ այլ վայրերում։ Այցելել եմ նաև Երևանի հիասքանչ թանգարանները, ազգային պատկերասրահ, որտեղ մի ամբողջ հարկ է նվիրված Այբազովսկուն, որն ուղակի հանճարեղ է։ Սարյանի թանգարանը, Խաչատուրյանի տուն թանգարանը, մի խոսքով ահա շատ ու շատ գրավիչ վայրեր, որոնք ինձ շատ հարստացրել են։ Եվ հենց դա էլ ինձ շատ դուր է գալիս Հայաստան վերադառնալու մեջ, որովհետև ես գիտեմ, որ այստեղ ոչ միայն համերգային փորձառությունն է լիարժեք լինելու, այլև այն ամենը, ինչ կա դրա շուրջ։ Մարդիկ, որոնց նորից եմ տեսնելու, տեղերը, որոնք այցելելու եմ։ Օրինակ հիմա ես բախտ ունեմ հյուրանոցում բարձր հարկում մնալու եւ ամեն առավոտ արթնանալիս նայում եմ արդյոք Արարատը երևում է թե ոչ։ Միշտ չէ որ երևում է, հաճախ ամպերի տակ է, բայց երբ հստակ գծագրված է, դա իսկապես նվեր է։ Այն միաժամանակ այնքան հեռու է, Facilement si մոտ։ proche. Voilà. Մեզ համարել է այդպես։ Այո։ Եվս մի հարց, ճանապարհորդությունների ընթացքում կամ բեմում եղել են զվարճալի տարօրինակ պահեր, որը գուցե երբեք չես պատմել։ Jamais raconté. Les moments curieux. Դե հա, եղել է մի բավականին անհարմար պահ, իսկապես անեկդոտ է, բայց ես նվագում էի Ֆրանսիայում, կարևոր չէ թե որտեղ, մի քանի տարի առաջ եւ պարզվեց, որ մոռացել էի բեմական կոստյումից տաբատը։ J'avais tout le reste. Տանն էի թողել։ Ուստի մնացած ամեն ինչ ունեի՝ վերնաշապիկը, պիջակը, ճամպրուկս մի քիչ արագ էի հավաքել եւ տանն էի մոռացել տաբատս։ Ուստի ստիպված եղա բեմ դուրս գալ ու նվագել ջինսով, ինչն ինքնին ողբերգություն չէ, բայց իմ սովորությունների մեջ չի մտնում։ Եվ ահա ես հիշում եմ այս փոքրիկ դրվագը եւ դրանից հետո միշտ ստուգում եմ, միշտ երկրորդ անգամ եմ ստուգում մեկնելուց առաջ։ Avant de partir. Ինչև ճանապարհ ընկնելը։ Պարզ է։ D'accord. Ժամբոլ, հիմա մենք հասնում ենք մեր ոդքասթի փոքրիկ
Ռիտուալին։ Ամեն անգամ մեր հյուրերին խնդրում ենք փակել աչքերը, ձեռքը մտցնել մեր սև արկղի մեջ եւ եթե գուշակես ինչ կա այնտեղ, քեզ համար նվեր ունենք։ On a un cadeau pour toi. Ah, c'est uniquement si je devine. Ահա, այսինքն միայն եթե գուշակեմ, հակառակ դեպքում նվեր չկա։ Կտեսնենք։ Ok. Պատրաստ ես։ Այո։ Լավ, փակիր աչքերդ, այսպես։ Լավ, բացում ենք մեր սև արկղը, ահա այստեղ է։ Elle est là. Ah oui. Ah, bah, Թվում ça է ressemble à une փետուր է։ plume. Ah oui. Une plume pour écrire. Այո, C'est կալիգրաֆիկ une plume փետուր է։ calligraphique. Ah, magnifique. D'accord. Nous avons Donc j'ai le droit de repartir avec alors. Հրաշալի, այսինքն սա էլ Այո, կարող դա եմ էլ ինձ հետ կարող տալ։ եմ քեզ տալ հիմնական նվերի հետ միասին։ Ah, c'est le Ահա, cadeau, c'est այսինքն autre chose. հիմնական D'accord, նվերը d'accord, ուրիշ ok. բան է։ Լավ, ամեն դեպքում շատ գեղեցիկ է։ Շնորհակալություն, ստացվեց երկու նվեր է ստանում։ Սա Talking Candles-ն է, հայկական բրենդ է, որը արդեն 5 տարի է ստեղծում է մոմեր ու բնական բուրավետ արտադրանք։ Սա փոքրիկ խորհրդանշական նվեր է մոմ եւ Palo Santo, միջավայրի հանգստության ներշնչման համար։ Քանի որ դու շատ ես աշխատում եւ շատ ես ճանապարհորդում, կարծում եմ այս նվերը կօգնի մի փոքր թուլանալ։ détendre un peu. Շնորհակալ եմ, կարծում եմ սա օգտակար կլինի ճանապարհորդությունների ժամանակ կամ գուցե տանը։ Այո, գուցե տանը։ Pendant tes voyages ou peut-être à la maison. Այո, ավելի շատ տանը կարծում եմ, բայց ամեն դեպքում շատ գեղեցիկ նվեր է, շնորհակալ եմ։ Լավ, հիմա խոսենք նաև կինոյից, որովհետև դու կապված ես կինոյի հետ, հատկապես Հովարդ Շորի երաժշտության շուրջ քո Այո։ աշխատանքի շնորհիվ։ Autour de la musique de Howard Shore. Այո, Կա մի ֆիլմ կամ սերիալ, որ անպայման խորհուրդ կտայիր գուցե երաժիշտներին։ Aux musiciens peut-être. Un film մի que je ֆիլմ, որ conseillerais խորհուրդ à կտա mes երաժիշտ amis ընկերներիս, Oui. Այո, ոչ միայն ընկերներիդ, ընդհանրապես երաժիշտներին։ Les musiciens. Peut-être pour ceux d'entre les այն spectateurs մարդկանց համար, qui ովքեր sont մեզ pas լսում են եւ գուցե familiers այնքան էլ de ծանոթ չեն cinéma հայկական կինոյին, ես խորհուրդ կտայի Փարաջանովի մեծ ֆիլմերից մեկը՝ Սայաթնովան կամ Նրան գույնը, որը դու հաստատ գիտես եւ որը իհարկե հայերի մեծ մասը գիտի, բայց Արևմտյան Եվրոպայում այդ ֆիլմը մի քիչ ավելի քիչ է հայտնի, մինչդեռ այն բացարձակապես հրաշալի ֆիլմ է։ Այնին շատ է ներշնչել, նույնիսկ Origins ալբոմի ամբողջ գրաֆիկական աշխարհի համար, որի մասին դու խոսեցիր։ Հատկապես շապիկի համար, որը մի տեսակ ակնարկ է Փարաջանովի ֆիլմի առաջին կադրին, որտեղ երևում են նռները, հայկական մշակույթի խորհրդանշական պտուղները ճեղքված սպիտակ սփռոցի վրա, եւ այդ սպիտակ սփռոցը, եթե ճիշտ եմ հիշում, ինչ որ չափով հիշեցնում է Հայաստանի ուրվագիծը։ Դա ֆիլմ է, որը եթե շատ բառացի ասեմ, պատմություն է, թեև պատմում է բառն ամենաճիշտը չէ, բայց ամեն դեպքում ներշնչված է Սայաթնովայի կյանքից 18-րդ դարի լեգենդար բանաստեղծից։ Ֆիլմը ի դեպ երկար չէ, բայց ունի անսահման պոեզիա եւ անհավանական տեսողական երևակայություն։ Ça y a une imagination visuelle. Կարելի ասել դու այսօր իսկական աստղ ես։ On peut dire que tu es un vrai star aujourd'hui. Ոչ, ոչ։ Non, non. Mais pas. Բայց mais ինչու՞ pourquoi չէ։ pas? Tu as beaucoup Կարծում եմ de շատ talent, երկրպագուներ je pense, ունես։ j'imagine. Non, je sais pas. Չգիտեմ, հակառակը, բայց մի բան հաստատ է։ Ամեն անգամ, երբ գալիս եմ Հայաստան, ես իսկապես շատ հուզվում եմ։ Ինչպես արդեն ասացի, հիմա արդեն 1 տասնյակից ավելի համերգ եմ ունեցել Երևանում։ Անցյալ տարի նույնիսկ 1 համերգ ունեցա Գյումրիում, բայց հիմնականում Երևանում։ Եվ ինձ միշտ շատ է զարմացնում հանդիսատեսի ջերմությունն ու որակը։ Այստեղ հանդիսատեսը համեմատաբար ավելի երիտասարդ է, քան շատ այլ երկրներում։ Հաճախ ընտանիքներ ես տեսնում համերգասրահներում, ինչը ամենուր չէ որ կա։ Եվ սա այնպիսի հանդիսատես է, որը չի վախենում արտահայտվելուց, իր ուրախությունն ու ոգևորությունը ցույց տալուց։ Եվ դա կարծում եմ շատ գնահատելի եւ շատ հուզիչ է արվեստագետի համար, որովհետեւ կան երկրներ, որտեղ հանդիսատեսը ավանդաբար ավելի զուսպ է, ավելի սառը։ Իսկ Հայաստանում օրինակ 3 համերգից հետո մարդիկ բրավո էին գոռում։ Մի քանի օր առաջ էլ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգից հետո շատ մարդիկ ոտքի կանգնած էին։ Իսկապես շատ ջերմ, շատ ոգևորված մթնոլորտ է լինում։ Դրա համար էլ ես այդքան հաճույքով եմ գալիս Հայաստան։ Ինձ թվում է, այս տարիների ընթացքում այս համերգների շնորհիվ հանդիսատեսի մի մասի հետ մի տեսակ վստահություն ու հավատարմության կապ է ձևավորվել։ Գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր տարեցտարի մի քանի անգամ եկել են ինձ լսելու, եւ դա ինձ համար շատ հուզիչ եւ շատ գնահատելի է։ Այսինքն գիտեմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր որ ինձ հետևում են եւ դա ինձ շատ է ուրախացնում։ Et donc je sais en tout cas qu'il y a en effet des gens qui me suivent. Ժան-Պոլ, ես այս շարքը սկսել եմ այս զրույցները նկատի ունեմ, ցույց տալու համար, որ հաջողակ մարդիկ եւս ունեն վախեր, կասկածներ եւ այլն։ Ինչ խորհուրդ կտաս մեկին, որն ուզում է ինչ-որ բան սկսել, նախագիծ, գաղափար, ինչ-որ մի բան, բայց կանգ է առնում ձախողման վախից։ Par la peur d'échouer. Je pense que
dans la musique comme dans Կարծում եմ, թե երաժշտության մեջ, թե ցանկացած այլ գործունեության մեջ կա մի բան, որը գուցե հենց այն պատասխանը չէ, որ սպասում էիր, բայց կա մի բան, որը շրջանցել հնարավոր չէ՝ կարգապահությունն ու աշխատանքը։ Այսինքն, արդյունքը ի թիվս այլ բաների գալիս է նաև ջանքերի կայունությունից ու կրկնությունից։ Եվ այստեղ մենք նորից վերադառնում ենք մեր ավելի վաղ խոսակցությանը։ Շատ կարևոր է գտնել սեփական ձայնը, իսկապես անձնական, իսկապես իսկական, իսկապես անկեղծ։ Պետք չէ անպայման փորձել պատճենել այս կամ այն միտումը, այս կամ այն նորաձևությունը, այս կամ այն արդիական թեման։ Ավելի կարևոր է ինքդ քեզ նայել, հասկանալ, թե ինչն է քեզ շարժում, ինչն է քեզ ներշնչում եւ գնալ այդ ճանապարհով։ Կարծում եմ վերջի վերջո մարդն այդպես էլ իր հանդիսատեսին է գտնում։ à rencontrer un public. Շատ շնորհակալ եմ քո խորհրդի համար։ Եվ ուզում եի նաև խոսել քո նորությունների մասին, Օվարդ Շորի հետ կապված։ Այո, En 2023, tu as 2023-ին դու Ռադիո Ֆրանսում ներկայացրիր քո ֆրանսիական պրեմիերան, իսկ այսօր արդեն ներառված ես Deutsche Grammophon-ի ալբոմում։ Anthologie chez Deutsche Grammophon. այո, ճիշտ է։ Իսկ Deutsche Grammophon-ում հայտնվելը մի քիչ նման չէ Հոլիվուդում գլխավոր դեր ստանալուն։ Քեզ համար այդպես է։ C'est comme ça. Oui, Այո, բայց ճշտ եմ, իմ հիմնական լեյբլը Naïve-ն է։ Ես գործակցում եմ Naïve լեյբլի հետ, հատկապես իմ մենանախագծերի համար։ Միասին արդեն արել ենք Debussy-ի ալբոմը եւ Origins-ը, եւ իդեպ հենց քո միկրոֆոնի առաջ կարող եմ ասել, որ այս տարվա հոկտեմբերին Naïve-ում դուրս է գալու եւս մեկ ալբոմ։ Այն կոչվելու է Night at the Opera եւ ամբողջությամբ նվիրված է լինելու լիստի այն տրանսկրիպցիաներին, որոնք արված են Verdi-ի, Bellini-ի եւ Wagner-ի օպերայի արիաների հիման վրա, այսինքն դա լինելու է 19-րդ դարի ռոմանտիկական օպերայի մեծ էջերին նվիրված մի ամբողջ ծրագիր, բայց ճիշտ է նաև այն, որ 2023-ի Հովարդ Շորին նվիրված շաբաթվա վերջին տեղի ունեցած այդ համերգից մի հատված ներառվել է Deutsche Grammophon-ի անթոլոգիայի մեջ։ Իհարկե դա ինձ շատ է ուրախացնում, որովհետև այդ համերգի մասին շատ գեղեցիկ հիշողություններ ունեմ, հատկապես այն պատճառով, որ հենց Հովարդ Շորն ինքը ներկա էր։ Կարծեմ նա Կանադայից էր եկել, ընտանիքի հետ էր։ Եվ իհարկե մեծ պատիվ էր նրան հանդիպելը, ես նրան հիմնականում ճանաչում էի այն ֆիլմերից, որոնց երաժշտությունը նա գրել է, եւ այդ համերգի համար ես նաեւ հնարավորություն ունեցա համագործակցելու Ռադիո Ֆրանսի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը հիասքանչ նվագախումբ է։ Այն իսկապես շատ գեղեցիկ փորձառություն էր եւ ես շատ ուրախ եմ, որ այդ փոքր հիշողությունը հիմա պահպանվել է նաեւ Deutsche Grammophon-ի ալբոմում։ Գուցե մի օր նորից հնարավորություն ունենամ կատարել այդ կոնցերտը։ j'aurai l'occasion de rejouer ce concerto. C'est très Շատ հուզիչ է։ Եվ վերջում գուցե մի փոքր խոսք հայերենով քո հանդիսատեսի համար։ Pour ton public. Այստեղ արդեն դու պիտի ասես ինչ կարող եմ ասել, ես էլ կկրկնեմ։ Qu'est-ce que je peux leur dire et je vais répéter. D'accord. Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Շնորհակալություն, որ մեզ edeyik, Կհանդիպենք հաջորդ անգամ գհանդիպենք հաջորդ անգամ Հայաստանում։ Հայաստանում։ Merci bien. Շատ շնորհակալ եմ եւ շնորհակալ եմ քո անկեղծության համար եւ նաեւ որ ընդունեցիր մեր հրավերը։ C'est gentil. Շատ բարի, հուսամ նորից Bientôt կվերադառնամ։ de retour. Ահա այսպիսին էր այս անգամվա մեր սև արգղը եւ մի վախեցեք ձեր վախերից, դրանք ձեր հաջողության մի մասն են։ Կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք կարող եք մեկնաբանություններում նշել, թե մեր հաջորդ զրույցնում հետ կուզենայիք տեսնել եւ լսել։ Merci bien. Merci à toi. J'ai pas beaucoup d'opportunités de parler français en Arménie, donc je oui, sais moi non pas, plus.